Զորնակ ես քեզ ասեմ, որ ցույց տուր ինձ քու հոգիդ, քու էական մասդ քու հոգիդ է, քու նկարած գրեթ է, ցույց տուր ինձ քու հոգիդ։ Ինչ կնաս պատասխանել։ Դու ասես որ ինձ տեսնողը իմ հոգիս տեսած կլա։ Ես եւ հոգիս նույնն ենք։ Ուրիշ ճամփա չկա։ Իմ երեսս պիտի նայես, աչքերս պիտի նայես, իմ խոսքերս պիտի լսես, այս է իմ հոգիս պատկերը։ Ուրիշ ցևով թաքուն է անիկա, աներևույթ է, անդեսնալի է։ Բայց եթե ուզես իմ հոգիս տեսնել, ուրեմն ստիպված ես քոհանալ իմ հոգիս հայտնվելու ցևերով։ Անիկա ցայնն է, անիկա նայվածքն է, անիկա մարմինիս գերբարն է, իմ քաղաքարներս են, իմ զգացումներս են, ասոնք են իմ հոգիս պատկերը։ Եթե ինձ հետ հանդիպել կուզես, իմ թիմացս պիտի նստես, ցերկս պիտի բռնես, ուրեմն ես այս եմ։ Ուրեմն Տեր Հիսուս այս սերբս է։ Աստված իմ մեջս է գսե, Հայրը իմ մեջս է, եւ դու ուրիշ միջոց չունիք, բացի ինձ մե։ Այս է։ Ուրեմն այս նույնացումը Տեր Հիսուս կուզե ընդարձակել։ Այսինքն եթե մեկը ինձ կհավատա գսե ես եւ Հայրս կուքանք այդ մարդու մեջ եւ բնակություն կհաստատենք։ Ուրեմն նայեցեք, այլևս Տեր Հիսուս չսեր որ հոնդե միայն ես եմ Հայրը ներկայացնողը, դու կալ կրնակլալ իմ միջոցովս։ Այսինքն մի տեսակ իր աշակերտներուն եւ իր միջև այդ կապը կհաստատե իր միջոցով Հայրը կուզե զետեղել ամեն մեկ հավատացյալին մեջ, որպես այդ միությունը հաստատվի։ Գամուրջն է, որովհետև որդի Աստված։